հայտնի փաստ է եւ վարչապետերից մեկը ասում էր, եթե ուզում եք գեղեցիկ ու սիրուն հեքիաթների մասին լսել, պատմությունների, կանչեք Ներսես Երիցյանին, ինքը ներկայացնում է, բայց երբեք չկայացնեք այն որոշումները, որ Ներսես Երիցյանը պետք է կայացնի։ Պարոն Երիցյան, հիմա ձեր էս ֆանտազիան։ Ես հավատացած եմ, ինքը ցավում է դրա համար։ Հիմա տարբեր մարդ։ Պարոն շատերն են։ Պարոն Երիցյան, հիմա ձեր էս ֆանտազիան ինչ արժի, ինչ ներդրում է պահանջում, ով է այդ վճարողը, մասնավոր սեկտորը, պետությունը, քաղաքացին, ով։ Ուզում եմ հիշեցնել, որ ձեր ֆանտազիաների դրսևորման արդյունքում է, որ այսօր արժեթղթերի հանձնաժողովի լիկվիդացման եւ կապիտալի շուկայի զարգացման, չզարգացման ձեր կոնցեպտի ներքո է, որ այսօր մենք կապիտալի շուկան գրեթե զրոյական վիճակում ունենք։ Ձեր ֆանտազիաներից մեկը Գյումրու նավահանգիստ, հա, տենց էր կոչվում։ Այդ չոր նավահանգիստ, ներողություն։ Մեկ այլ ֆանտազիա էր Գյումրու նավահանգիստ չի եղել։ Լավ, ես կպատասխանեք։ Մեկ այլ ֆանտազիայի արդյունք էր պարտադիր կուտակայինը, որ դալիճում նստած շատ քպիականներ միանալով մեզ պայքարում էին այն համակարգի դեմ, այո, պարոն Արշակյան, եւ որը ինչպես լավ, ես եմ միացել, կարևոր չի, բայց ես հետևողական եմ գոնե իմ պայքարը, ի տարբերություն ձեզ։ Բայց հիմա այդ ֆանտազիաների հիման վրա նաև ձախողումներ են արձանագրված, հյուսիս հարավը եւ այլն։ Լիքը ձախող։ Հիմա այդ ռիսկը ո՞նց մենք պետք է կարողանանք ապահովագրել, որ այդ ձախողումներ չունենանք։ Պարոն Մինասյան, այդ ինչ որ դուք թվարկեցիք, նախ ֆանտազիա չի, ինչ որ ես ասում եմ, չէ, նայած ամեն մարդ իր պատկերացում ունի ֆանտազիայի եւ ցավոք սրտի մեր երկրում իրականությունը կամ ապագայի տեսիլքը, եթե մի քիչ մեջը ռիսկ է պարունակում, դա ֆանտազիա է լինում։ Դրա համար դուք չեք կարողանում առաջնորդել մեր հասարակությանը դեպի զարգացում։ Սա է նաև արդյունքը, որ ձեր հիշատակած մարդիկ տարբեր առիթներով նաև հետևից, դիմացից, որովհետև ի վիճակի չեն բանավիճել այդ հարցերում, այդ տիպի հայտարարություններ են իրականացնում։ Նախ Գյումրին այսօր կարող եք գնալ տեսնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, մի ամբողջ էկոհամակարգ, որը ժամանակակից փողոցներով եւ ենթակառուցվածքով է պատված, Գյումրու դա բերել է Գյումրու Թումոն, որ շատ մեծ զարգացում է, իսկ մնացած ընդամենը ես 2 տարի եմ դրանով առարկայական զբաղվել, եթե մի քիչ երկար հնարավորություն ստեղծեին, հաստատ դա իրականություն կլիներ։ Ցավոք դա իմ ձեռքում չի եղել, բայց ես դրանից հետո շարունակել եմ, որ Գյումրու օրինակ տեխնոլոգիական կենտրոնը, որ իմ անձնական պատասխանությամբ լինի։ Ինժեներական քաղաքը, այդ գաղափարը տարվել է առաջ մասնավորի հետ։ Նաև հարավ-հյուսիսը բոլորդ էլ տեսնելու եք, այդ ճանապարհով արդեն գնում եք մինչև Գյումրի, հիմա ճանապարհը մեծ ծրագիր է, մեծ ծրագրերը միշտ բարդություն են ունենում, ու բարեբախտաբար այդ երկարաժամկետ դա մի քանի սերնդի ծրագիր է, որը կիրականանա, բոլորս կտեսնենք։ Իզոտոպների արտադրությունը, որը էլի ծաղրուծանակի են ենթարկում, այսօր մարդիկ կարողանում են բարձրագույն տեխնոլոգիայի հիման վրա վաղ շրջանի քաղցկեղի բացահայտման դիագնոստիկա անցնել։ Ինչ ասես էլ չխոսեցին, առարկայականը կարող է գնալ ձեռք տալ, վտանգավոր է, հա։ Տեսնեք, էլի ասում եք, չէիք տեսնում, սա ուտոպիա օթերում է եւ այլն։ Պարտադիր կուտակային այսօր ամենահաջողված ծրագիրն է եւ ապահովում է առնվազն 150% թաքնված պարտք է մաքրել մեր սերունդների վրայից, տարեկան 2.5-ից 3% հնայա ազատելու մի քանի տարի հետո արդեն, որ կուղենք կրթությանը, առողջապահության եւ այլն, այս պայդրությամբ 3 միլիարդ դոլարից ավել կուտակված խնայողություններ կան, որը ուղղվում են տարբեր լուրջ ծրագրերի իրականացմանը գնալով թափի հավաքում, իսկ կապիտալի շուկան ինքը սատկած վիճակում էր, ես կարողացել եմ երկիր բերել Նասդակին, աշխարհի ամենախոշորագույն բորսային եւ 10 տարի շուրջ սեփականատերն է եղել այդ շուկայի։ Ցավոք սրտի օրենսդրական եւ այլ
իրավիճակի պայմաններով, քանի որ թափանցիկության հարցը չէր լուծվում, այդպես էլ չկարողացան գոնե երկու հատ ընկերություն գտնել, որ կգնար կապիտալ շուկա եւ այդ թափանիվը կլիներ։ Այսօր մենք տեսնում ենք, որ բոնդերի շուկան կենտրոնական բանկի նաեւ ջանքերով մեծ թափ է հավաքում, որովհետեւ օրենսդրական խթաններ է ստեղծված եւ իրոք գնում են շուկա, որովհետեւ այլ ճար չունեն, ուրիշ տեղից փող չեն կարող վերցնել, պետք է գնան շուկա թափանցիկ, որ աշխատեն։ Համեցեք։ Իհարկե իմ հարցին չեք պատասխանում, բայց ներդրման ծավալի մասով, բայց ձեզ վերագրեցիք բաներ, որ առնվազն այստեղ նստած շատ-շատերը մասնակից են եղել նաև այդ դրական ձեռքբերումներին։ Նաև Հակոբ Արշակյանն էլ, Ես ոչ ոքի Ձերքունար չբանարեցի։ Ծավալն էլ ու շատ-շատերը։ Վերագրել ձեզ այդ ամենը արդար չի։ Եվ ես ոչ թե դեմ եմ ֆանտազիային, ամենևին ոչ։ Ես կողմ եմ ֆանտազիային, բայց այդ ֆանտազիան պետք է լինի չափելի, իրատեսական եւ ձախողումները, հնարավոր ձախողումները նվազագույնի հասցնի։ Իմ ասածը երևի չհասկացաք, միանգամից անձնական վիրավորանք ընդունեցիք, ձեր իրավունքն է, բայց ես այդպիսի նպատակ չունեի։ Իմ նպատակ շատ ավելի պարզ է, համակարգային մտածողության պայմաններում այս համակարգային փոփոխությունները ինչպիսի քայլեր արվեն, որպեսզի նվազագույնի հասվի ձախողումները։ Ի վերջո դուք նաև էկոնոմիկայի նախարար եք եղել, որի երազանքներ փակել էկոնոմիկայի նախարարությունը, բայց բարեբախտաբար չհաջողվեց դա ձեզ։ Շնորհակալություն։ Դեր մեկը տեղել եմ ձախողում։ Խնդիր լավ, հիմա կոնստրուկտիվ դաշտ վերադարձանք, որտեղ օրինակները բան չէր։ Խնդիրը հետևյալում է, վերջի 2 տարիների ընթացքում բոլոր ինչ որ ես թվարկեցի այստեղ, հատկապես չերևացող մասը, որ ինչ ճանապարհով ենք սերվիսները տալու, նույնականացման խնդիրը ինչպես ենք լուծելու, տվյալների հասանելիությունը, որը թվային ծառայությունների մոտավորապես 70-80%-ն է բացատրում, դրանց բոլորի մասով ներդրումներ են արվել, գործիքները պատրաստ են, կամավորության սկզբունքը դա շատ կարևոր է, մարդիկ ընկալել են եւ ներդրել են, հիմա մասշտաբայնություն է ստանալու, որտեղ օրենքը արդեն պահանջելու է, որ դրանք բոլորը որդեգրեն։ Այսինքն չկա որևիցե կանոնակարգում կամ թեզ, որ ես այստեղ հնչեցրեցի, որի տակ չկա արդեն ձևավորված իրավակարգավորման այդ սկիլետը եւ չկան տեխնոլոգիաներ, որ դա ավտոմատ արվի։ Երաշխիք էս ամենը արվելու նրանում է, որ ձեռքով չեն անելու։ Ասենք օրինակ կիբեր ակտիվներ այսօր ինվենտարիզացիա արվում, գույքագրում։ Պատմականորեն մենք ինչ ենք արել, աղուսակ ենք ուղարկել, ստացել ենք եւ այլն։ Իրականում հիմա գործիք է թվային, որը տեղադրում են ցանցի վրա եւ մարդիկ կիմանան թե ինչ կիբեր ակտիվներ ունեն։ Մի դրվագ եմ ձեզ ցույց բանանում, թե ինչպես հնարավոր է ավտոմատացման միջոցով այս խնդիրները լուծել։ Այստեղ անիրատեսական բան չկա, այն ծախսերը, որ մենք արել ենք այդ համակարգերի ստեղծման վրա, այդ ծախսերը ուղղակի ճիշտ պետք է ուղղորդենք եւ խնդիրը կլուծենք, ընդ որում մասնավոր հատվածն էլ ցույց է տվել, որ լուրջ ներդրումներ է պատրաստանի, այդ թվում բանի նույնականացման հարցը։ Նույնականացումը ինքը մոտավորապես մի 30-ից 40 միլիոն դոլարանոց ծրագիր է, որ ամբողջությամբ մասնավոր հատվածն է ներդրում։ Արեցան, դուք նաև եզրափակիչ ելույթին հաղորդում եք ունենալու։ Մատուցան պատգամները հարցերը տան։